Երևանի ավականին ապրիլի 21-ի հերթական նիստում նախապես ընդգրկված 51 նախագծերից հաստատել է 38-ը։ Նիստի մեկնարկին քաղաքապետ Տիգրան Ավինյանը հայտնել է, որ մոտ 1 տասնյակ հարց հանվել է օրակարգից, մի մասի վերաբերյալ էլ հանձնաժողովները բացասական եզրակացություն են տվել։ Փողոցների անվանակոչության վերաբերյալ 2 նախագիծ ևս օրակարգից հանվել է Հանրապետություն խմբակցության կողմից։ Նիստում քաղաքապետն անդրադարձել է նաև Հրազդանի կիրճի բարեկարգման ծրագրերին, նշելով, որ հայեցակարգի ամբողջական իրականացումը կտևի առնվազն 7-8 տարի։ Նրա խոսքով ծրագիրը նախատեսում է տարածքի հասանելիության բարելավում, կանաչապատման ծավալի մեծացում, պահպանման գոտու ձևավորում, նաև ջրի մաքրության այնպիսի մակարդակի ապահովում, որ ապագայում հնարավոր լինի անվտանգ օգտագործել այն, այդ թվում Երևանյան լճում։ Նաև ունենալու ենք շուտով այդտեղ որոշակի հենց այն հատվածում, որտեղ կառուցում ենք այս սպորտային կենտրոնը, տարբեր այդտեղ գտնող սպորտսմեններ բազմաթիվ տարիներ բարձրաձայնել են, որ կիրճում մի որևէ կետում պետք է լինի կանգառ, ուղղակի տենց ամենապարզ պրիմիտիվ ջուր գնելու հնարավորություն, այս կետի հարակից տարածքում նաև հետազոտելու ենք ջրային հնարավոր սպորտի զարգացման հնարավորությունները, դա էլ լինելու է երրորդ ծրագիրը, որը որ առաջնայինորեն սկսելու ենք իրականացնել։ Հրազդանի կիրճում հանգստի գոտու ստեղծման ծրագրի քննարկման ընթացքում Երևանի ավականու ազգային առաջընթաց խմբակցության անդամ Պետրո Զարոկյանը կոռուպցիոն կասկածներ է հնչեցրել, անդրադառնալով նաև նախկինում իրականացված մի շարք ծրագրերի։ Ի պատասխան Տիգրան Ավինյանը հայտարարել է, որ ներկայացված թվերն ու պնդումները չեն համապատասխանում իրականությանը, շեշտելով, որ Ալբերտ Ազարյանի անվան մարզադահլիճի շինարարության հրատապ ընթացակարգը պայմանավորված է 2027 թվականին Հայաստանում անցկացվելիք Ատլետիկոյի աշխարհի առաջնությամբ։ Ավականու նիստում քննարկվել է նաև տրանսպորտային բարեփոխումների ընթացքը։ Ազգային առաջընթաց խմբակցության անդամ Հայկ Գրիգորյանը նշել է, որ մայրաքաղաքում արկա մի շարք խնդիրների համար իշխող ուժը պետք է արձանագրի սեփական թերացումները, ընդգծելով, որ ընդդիմությունը չի խանգարում բարեփոխումներին, իսկ խնդիրը հենց դրանց իրականացման մեջ է։ Նա նաև հայտարարել է, որ ավտոբուսի վարորդների վրա ուղևորցի հավաքագրման պահանջ դնելը հանգեցրել է միջադեպերի, իսկ կենտրոնում բազմաբնակարան շենքերի շինարարության թույլտվությունները խորացրել են խցանումների խնդիրը։ Ի պատասխան Տիգրան Ավինյանը հայտարարել է, որ քաղաքապետարանը կոպեկների հավաքագրումից անցել է ամբողջական թվային լուծումների եւ անհպում վճարումների համակարգի ներդրմանը, եւ այդ գործընթացն ուղեկցվել է դժվարություններով ու դիմադրություններով։ Քաղաքապետը նաև պնդել է, որ իր պաշտոնավարման ընթացքում կենտրոնում նոր շինարարական ծրագրերի թույլտվություններ չեն տրվել։ Ավինյանը քննադատել է այն դեպքերը, երբ տրանսպորտում բոյկոտի անվան տակ իր խոսքով բռնության են ենթարկվում վարորդները։ Ի դեպ, ապրիլի 20-ին ժամը 22:20-ի սահմաններում 8 համարի երթուղում վեճ է ծագել ուղևորի եւ վարորդի միջև, ինչի ընթացքում ոչ թավ վիճակում գտնվող ուղևորը դանակով հարվածել է վարորդին։ Հիմա ամեն մի թափթփուկ կներեք արտահայտությանս համար խուլիգան, ասենք խուլիգան, բառից բուն իմաստով խուլիգան, ասենք կարա բռնության ենթարկի վարորդին ու դե ասի ես բոյկոտ էի անում։ Եղավ այն, որ Ժորժ ջան, այս ամբիոնից ասում եք դե եկեք բոյկոտենք, հիմա ասում եմ հարբած մի հատ թափթփուկ, ասում է ես բոյկոտ եմ անում, հետո էլ հարձակվում է վարորդի վրա։ Ո՞վ է մեղավոր, վարորդը, որ ասում է օրինական պահանջա ներկայացնում, ասում է եղբայր վճարի։ Դա իր պայմանագրային պարտավորությունն է, նաև նրա համար, որ ինքը ստանա բարձր աշխատավարձ։ Եվ այո, աշխարհում բոլոր տեղերում սա արվում է։ Ինչպես արդեն նշվեց, օրակարգում ներառված հարցերի թվում էին նաև փողոցների անվանակոչության նախագծեր, մասնավորապես Ամիրյան փողոցը Պապ Թագավորի անունով անվանակոչելու առաջարկը։ Հանրապետություն խմբակցության ղեկավար Անի Խաչատրյանը հայտարարել է, որ հարցը պետք է դառնա բոլոր խմբակցությունների հետ նախապես քննարկված եւ կոնսենսուսային որոշում։ Հանրապետություն խմբակցությունը չի մասնակցելու այս քվեարկությանը։ Ոչ թե նրա համար, որ կողմ է Ամիրյան փողոցին կամ դեմ է Պապ Թագավորին, այլ մենք համարում ենք, այլ նաև հնչել է այս դահլիճում, որ ինչպես Լենինգրադյանը ուներ հանրային մեծ աջակցություն, որպեսզի պետք է անվանափոխվի, Ամիրյանն այն փողոցն է, որ պետք է ունենար լայն հանրային քննարկում, այլ ոչ թե 25 ընդամենը մարդու
այդ հարթակում, հա, ակտիվ քաղաքացի լայք։ Հետևաբար անօրինական է, անու ոչ օրենքի սահմանում, բայց հանրային ընկալման մեջ սա բացասական նախագիծ է։ Նրա խոսքով թեման նախկինում արդեն քննարկվել է, սակայն այս անգամ նախագիծը ներկայացվել է հրատապ ընթացակարգով եւ խմբակցությունները չեն հասցրել ընդհանուր դիրքորոշում ձևավորել։ Խաչատրյանն անդրադարձել է նաեւ ակտիվ քաղաքացի հարթակում արձանագրված մասնակցությանը, նշելով, որ հանրային քննարկման ակտիվությունը բավարար չի եղել։ Նախագծի հեղինակ ազգային առաջընթաց խմբակցության անդամ Հայ Գրիգորյանն էլ նշել է, որ դեմ չէ հավելյալ քննարկմանը, սակայն հիշեցրել է, նախագիծն առաջին անգամ չէ, որ բերվում է ավականու օրակարգ։ Այնուհետև ավականու անդամները քվեարկությունից առաջ խնդրել են 15 րոպե ընդմիջում եւ այլևս չեն վերադարձել նիստերի դահլիճ։ Քվորում չլինելու պատճառով Ամիրյան փողոցը Պապ Թագավորի անունով անվանակոչելու որոշումը չընդունվեց։ Սոնա Գիշյան, Free News, Ազատ լուրեր։